սկզբում Սյունիքի խնածախն էր։ Անցած եւ այս ամսվա ընթացքում գրեթե ամեն օր ադրբեջանական զինված ուժերից կրակահերթեր են արձակվում հայկական գյուղի ուղղությամբ։ Ժամը լրատվական եզրույցում խնածախի ղեկավարն էլ հաստատեց, որ այո, կրակել է, նույնիսկ վնասված տներ կան։ Գյուղացիների գույքն էլ վնասված է։ Ադրբեջանական դիրքերին ամենամոտը գտնվող խնածախցիները գրեթե ամեն գիշեր են լսում կրակոցների ձայներ։ Ադրբեջանական զինուժը անկանոն կրակում է։ Կրակոցի ձայներ լսվել են 3 գիշերը։ Մի քանի հատ լսվում են այդպես թե։ Վերջի անգամ երբ են կրակել։ Այս գիշեր։ Եղել է որ տների վրա կրակեն վնասվածքներ լինի։ Ունենք մի քանի հատ տենց դեպքեր։ Պատուհանների վրա, կտուրների, տենց մեր 3 հատ դեպք ունենք։ Սյունիքից հակառակորդի կրակի ուղղությունն այս օրերին նաև Տավուշի մարզ տեղափոխվեց։ Մովսեսցիներն են անհանգիստ գիշերներ անցկացնում։ Գլուխները բարձին չդրած կրակոց է, որ լսում են։ Բերդ խոշորացված համայնքի եւ Մովսես վարչական շրջանի ղեկավարների հետ զրուցեցինք։ Նրանք էլ հաստատեցին կրակոցներ եղել են։ Բնակիչներից այսպես ոչ տարերային տարբեր կարծիքներով ոչ տարերային կրակոցներ ա հնչեցվել։ Այդպես մի քանի անկանոն ասեցին կրակոցներ։ Ասեցին չենք իմանում կրակոցի ձայներ լսում ենք, բայց չգիտենք որի ինչի որտեղի վրա է ինչա։ Բարբերաբար ես հսկողությունս կուժեղացնեմ, թե պետք է, թե փաստ կա, իսկապես քինամ ես էլ նայեմ տեսնեմ ու ոնց որ պետք է արձանագրենք։ Ես գյուղում չեմ եղել, լսվել է պաշտպանության նախարարությունն հրապարակել է։ Ինչքան կա, այդքան էլ հրապարակել է։ Կրակոցի ձայներ գյուղում լսվում է գիշերները։ Իհարկե։ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ, հրադադարի ինտենսիվ, էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Ադրբեջանական կողմը կրակում է եւ միևնույն ժամանակ ապատեգատվություն տարածում կրակելու համար մեղադրելով հայկական կողմին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հերքում է այդ կեղծ լուրերը։ Ադրբեջանական զինված ուժերի հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներին արձագանքելով Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները համարում են, որ այդ կրակոցների նպատակներից մեկը հանրային անդորրը խաթարելն է։ Հանրությանն էլ լրատվամիջոցներին էլ հորդորում խուճապ չտարածել։ Այս ֆոնին մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում հանդես է եկել ելույթով, հայտարարել, թե աշխարհաքաղաքական լարվածության եւ անորոշության ներկա միջավայրում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ բարօրության առաջմղմանը։ Ինչպես գիտեք, Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել եւ վերջնականացվել է։ Ուշագրավ է, որ այսօրվա նախարարական որոշումներից մեկով կրկին արձանագրվում է այս կարևոր հանգրվանը եւ պայմանագրի շուտափույթ ստորագրման եւ վավերացման կոչ է արվում։ Միրզոյանը վերահաստատել է, Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ընթանալ այդ ճանապարհով առանց որևէ հապաղման։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։